Ավելի մրմռացնող կսմիթներ են իրար տալիս Մոսկվան ու Բաքուն։ Ավելի քան 20 տարի առաջ դանակահարված ադրբեջանցի մի առևտրականի սպանության հետքերով գնացած Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն են կարծես բորբոքել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ավելի քան 50 ադրբեջանցու տուն են խուզարկել ռուս ծառայողները։ Գործողության ընթացքում ադրբեջանցի 2 եղբայրներ են մահացել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հենց նրանք են 2001-ին եղած սպանության կասկածյալները։ Տասնյակ ադրբեջանցի են անվտանգության դաշնային ծառայության աշխատողները բաժիններ տարել, ոմանք կալանավորված են։ Ռուսական այս ռեյդը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, խիստ դատապարտել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գործողությունն անվանել անընդունելի բռնություն, հայտարարել, որ իրենք են հետաքննելու Սաֆարով եղբայրների դեպքը, դատաբժշկական փորձաքննություն են անցկացնելու Բաքվում։ Որպես բողոքի նոտա Ալիևը չեղարկել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցը, հայտարարել, որ նպատակահարմար չեն համարում ռուս որևէ պաշտոնյայի մուտքն իրենց երկիր։ Խռովությունն այնքան է խորացել, որ ադրբեջանցի որոշ բլոգերներ հորդորել են հայրենակիցներին այրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը։ Չեղարկել է Ադրբեջանն իր երկրում ռուսական մշակութային բոլոր միջոցառումները։ Կրեմլը արձագանքել է Բաքվի որոշմանը։ Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ տեղի ունեցածը բացառապես իրավական գործընթաց է։ Չի բացառում Պեսկովը, որ երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամը հարթելու համար իրար հետ հեռախոսով խոսեն Պուտինն ու Ալիևը։ Մենք անկեղծորեն ցավում ենք ընդունված որոշումների համար։ Կարևոր է շարունակել աշխատանքը բացահայտելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք ադրբեջանական կողմի կարծիքով նման դեմարշների պատճառ են հանդիսացել։ Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ դիվանագիտական դեմարշների համար։ Մենք ուզում ենք շարունակել մեր լավ հարաբերությունները։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն առանց այն էլ սրվել էին 2024-ի դեկտեմբերին։ Ադրբեջանական ազալ օդանավի վթարի հետևանքով Ալիևը ինքնաթիռի կործանման համար մեղադրել էր Դաշնությանը։ Հիմա քաղաքագետների խոսքով, եթե Ադրբեջանի ղեկավարը շարունակի լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամակորություն անի, չի ուշանա Դաշնության պատասխանը։ Դա արդեն գերտերության հեղինակության հարցն է։ Հիմա ինչքան հեռու կգնա Ալիևը իր այսպես ծրագրերում, մենք կտեսնենք, բայց ես կարծում եմ միայն շուկաներով Ռուսաստանը չի բավարարվելու։ Եթե Ալիևը շարունակեց խորացնել թշնամանքը, մենք կտեսնենք նաև այլ այսպես հետաքրքիր փաստեր եւ այլ հետաքրքիր երևույթների ականատես կլինենք Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Այսօր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատողները խուզարկել են Բաքվում գործող Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրությունը։ Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մի քանի ժամ ռուս դիվանագետները չեն կարողացել կապ հաստատել խմբագրակազմի հետ։ Ժամեր հետո ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնեց, որ Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գրասենյակում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության 2 աշխատակցի են ձերբակալել։ Չհանդիպելով, դա ադրբեջանցիների բնույթն է, չհանդիպելով դիմադրության, չհանդիպելով կոշտ արձագանքի, նրանք ամեն օր լկտի անում են։ Հիմա իրենց թվում է, որ իրենք կարող են Ռուսաստանի դեսպանատուն այրել Բաքվում։ Դե թող փորձեն այրել։ Քաղաքագետ Բալասանյանի խոսքով Ադրբեջանին պատժելու համար Ռուսաստանը կարող է ցավոտ որոշումներ կայացնել։ Հնարավոր է ադրբեջանցի միլիարդատերերի ձեռքից խլեն տասնամյակներով նրանց պատկանող շուկաները։ Դրանց մի մասը պատկանում են Ալիևի նախկին փեսայի ընտանիքին։ Ռուսաստանը որոշել է հարվածել ադրբեջանցիների եւ Ալիևի ամենից զգայուն կետին շուկաներին, քանզի շուկաներն են գտնվում ադրբեջանցիների, այսպես ասած, հսկողության տակ եւ այդ շուկաներից ստացող եկամուտը բավականին լուրջ եկամուտ է եւ հանդիսանում է նաեւ Ալիևների ընտանիքի ֆինանսական, այսպես հիմքերից մեկը։ Սա տնտեսական մեծ ճգնաժամ կարող է առաջացնել։ Բացի իր անձնական ամբիցիաներից, Ալիևը Դաշնության հետ հարաբերությունները լարելու ուրիշ պատճառներ էլ ունի, կարծում է Բալասանյանը։ Թուրքիան, Արևմուտքը փորձում են Ադրբեջանի միջոցով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, լարել հարաբերությունները սահմանային բախումներ հրահրելով, որպեսզի Դաշնությունը ինչ-որ չափով շեղի ուշադրությունը ուկրաինական ճակատից։ Գանը Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։